Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի լույս իմ շատ սիրելի ու հավատարիմ հեռուստադիտող մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես ասում եմ, որ օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում, իսկ դա նշանակում է ով քնած է արթուն կացեք, դե արագացրեք այս պայն հատուկ տեսահոլովակ ձեզ համար, որպեսզի արթնանաք ուրախ ռիթմերի ներքո։ Գնացինք։ Դե ինչ վերադարձանք տաղավար, կարծում եմ արդեն արթնացաք, մտածում եք ինչ նախաճաշել, ինչ պատրաստել կամ գուցե ճանապարհել եք երեխաներին եւ նստել հեռուստացույցի առաջ, ասեմ, որ այսօր շատ հետաքրքիր թեմայի ենք անդրադառնալու, շատ արևոտ թեմայի ենք անդրադառնալու, այնպես որ առաջարկում եմ այս պահին դիտենք մի սոցիալական տեսահոլովակ, որից հետո կներկայացնեմ մեր հյուրերին եւ ամեն ինչ ել ավելի պարզ կլինի։ Մարտի 21-ը համարվում է Դաունի համախտանիշի միջազգային օր եւ հենց այդ կապակցությամբ հենց այդ օրը Մոսկվա կինոթատրոնի Կարմիր դահլիճում կայացավ Արևի աշխարհ երաժշտական եւ Տես աշխարհը բոլորի աչքերով սոցիալական տեսահոլովակների պրեմիերան եւ իհարկե համերգային ծրագիր։ Հենց այս առիթով մենք ունենք հրաշալի հյուրեր, շտապում եմ ներկայացնել, մեր հյուրերն են կինոռեժիսոր Վահեյանը, բարի լույս, ինչպես նաեւ Արև հասարակական կազմակերպության Արև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Լոյանը, բարի առավոտ։ Շատ ուրախ եմ, որ օրդ բարի շրջանակներում խոսելու ենք բարության մասին, խոսելու ենք Արևի մասին եւ Արևի մարդկանց մասին։ Մի փոքր բացահայտենք, թե ինչ է կատարվել մարտի 21-ին այս տարի։ Այս տարի մարտի 21-ին մենք նորից անդրադարձանք Դաունի համախտանիշի միջազգային օրվան մեր ՀԿ-ի կենտրոնի շրջանակների գործունեությամբ եւ այդ օրը հնարավորություն ունենանք հանձնել հանդիսատեսի դատին մեր մեկ երաժշտական տեսահոլովակը, որը նկարել է Վահեն Արևի աշխարհ եւ սոցիալական տեսահոլովակներ երկու, որը արդեն դիտեցինք, սոցիալական տեսահոլովակը դիտեցինք, իսկ մյուս տեսահոլովակին դեռ կանդրադառնանք։ Եվ իհարկե դա այն օրն է, երբ որ մենք հանրությանը հրավիրում ենք մասնակցելու ներկա գտնվելու այդ օրվան եւ եւս մեկ անգամ կոչ անելով հիշել արևների մասին, հիշել, որ նրանք ապրում են մեր կողքին, որ իրանք կան եւ որ իրանք ունեն նույնքան իրավունքներ եւ նույնքան հնարավորություններ, որոնք ունենք մենք
եւ որ ժամանակն է լինել նրանց կողքին, ինչը որ անում է Արև երեխաներ հասարակական կազմակերպությունը արդեն 6-րդ տարին շարունակ եւ նաեւ այդ տեսակ միջամտություններով, հոլովակներով, սոցիալական թե երաժշտական իրագործելով իրազեկման աշխատանքներ, որպեսզի հանրությունը ճանաչի արևներին, երբեմն իրականում հանրությունն էլ մեղավոր չի, որովհետև ինքը չի լսել ու չի իմանում, որ կան երեխաները։ Սա բացառիկ հնարավորություն է ճանաչել արևներին, շփվել նրանց հետ, բացահայտել իրենց լուսավոր, ջերմ եւ տաք աշխարհը։ Շատ ճիշտ ձևաչափ եք ընտրել, որովհետև երաժշտությունը, մշակույթը, ամերիկային ծրագրերը հենց այն ճիշտ ուղին են, որպեսզի մարդկանց էլ ավելի հնարավոր դարձնեն, իմանալու այս կարևոր խնդրի մասին ու ծանոթանալու արևների հետ։ Վահե ջան, դուք առաջարկ եք ստացել հենց հոլովակի ռեժիսորը լինելու, մի քիչ կպատմեք այս համագործակցության մասին ու ինչ կարևորություն ունի ձեզ համար։ Ինձ մոտ համագործակցությունը երեխաների հետ սկսվեց սոցիալական հոլովակից։ Ես Տեր հայրը ինձ հրավիրեց եւ ես ներկա եղա երեխաների աշխատանքներին, երեխաները եւ նվագում էին եւ թատերական ներկայացումներ էին խաղում, այդ ինձ համար նոր աշխարհ էր, շատ հետաքրքիր ու ես ապշեցի, որովհետեւ երեխաները ֆանտաստիկ բաց էին իրենց էներգետիկ դաշտով։ Տեսեք, մնացած երեխաները կարող են ինչ-որ հարցով ամաչել, չբացվել, արև երեխաները չեն մտածում, քեզ տալիս են այդ էներգիան ու այդ էներգետիկ փոխանակությունը մոտս այնքան մտքեր ծնեց, որ ես որոշեցի, ինչպես եւ Արևը ասեց, ինձ համար շատ կարեւոր էր նաեւ երեխաների սոցիալական ինտեգրացիայի հարցով զբաղվել։ Տեսեք, օրինակ սոցիալական տեսահոլովակում այդպես է, երեխաները երբ որ տեսնում են չի խաղում, դարպասն են բերում իրենց մոտ, այսինքն մենք ինքներս պետք է այդ քայլը անենք, որովհետեւ մեր մեջ փոքրուց ծրագրեր են նստած տարբեր ձևի բաժանումներ անելու։ Դու ինձ նման չես, դու նրա նման չես, դու սև ես, դու սպիտակ ես, դու ես ինչ կրոնն ես, դու այն ինչ կրոնն ես, ու մենք այդպես բաժանված ապրում ենք, բայց իրականում երբ որ սկսում ես հասկանալ, դու հասկանում ես, որ մենք բոլորս, բառից բուն իմաստով բոլորս մի օրգանիզմի տարբեր բջիջներ ենք։ Մենք բոլորս մի օրգանիզմ ենք։ Եվ դա նման է, երբ մի բջիջը սկսում է մի բջիջին ասել, դու նման չես ինձ, դու նման, պետք է հասնել սիրո այն գաղափարին, որ դու հասկանաս, որ մենք բոլորս միասին ենք, մենք բոլորս մեկ ենք, մի օրգանիզմի մեջ ենք ապրում։ Եվ իմ խնդիրը այդ էր, որ այդ սոցիալական ինտեգրացիան կարողանայի ցույց տալ եւ մատուցել։ Եվ տեսեք, ես այնքան ուրախ եմ, որ երեխաները կարողացան ընդունել ինձ։ Առաջին տեսահոլովակի մեջ, սոցիալական հոլովակի մեջ Մոնթեն, որի հետ աշխատելը ֆանտաստիկ հետաքրքիր էր, իսկ արդեն երկրորդ տեսահոլովակի մեջ համարյա բոլոր երեխաները կային, արև երեխաները, եւ ես շատ շնորհակալ եմ իրենց, որովհետեւ իրենք կարողացան ինձ թույլ տվեցին, որ ես մտնեմ իրենց աշխարհ։ Ձեր աչքերի փայլից ամեն զգացում է, իսկ սոցիալական հոլովակը իսկապես հուզիչ էր, որովհետև բոլորիս մեջ այդ հարցը առաջանում է, որ իսկ ես ինչ եմ արել, իսկ ես ոնց տանեմ այդ դարպասը, իսկ ես ոնց մոտեցնեմ, ոնց անեմ, որ առնչվեմ այդ աշխարհի հետ ու լինենք հավասարը, ինչը ամենակարևորն է։ Առաջարկում եմ այս պայն հենց եթերում հոլովակի պրեմիերան անենք, դիտենք միասին ու հետո քննարկենք։ Արևի լույսն արատ, մեզ է մի պատկամ երկում Այ մասի որ տիրոջ, ձերքերում կամքն է ոչ, իմ ու քոթի է զերքում Ձերքս տամ դու ամուր սեղմես, այս կյանքում որ դու չնեղվես Արևի շողացող աշխարհ Միասին նորի ճանապարհ Ես քեզ հետ կասնեմ, կվերադարձնեմ Լույսը աչքերիդ, որ դու շպտաս, որ դու կաս Արևի շողացող երկինք Միասին մեզ արդարեցինք
Ես ու դու շատ տարբեր մի գետի զույգ ափեր արևի փոքրիկ մարդիկ Ձերքս տան դու սեղմես ամուր Ես քեզ հետ եմ միշտ ամենուր Շատ բարի, շատ հուզիչ երգ տեսահոլովակ, խոսքերը իդեպ Ավետ Բարսեղյանն է գրել, ողջունենք նաև նրան եւ շնորհակալություն հայտնենք եւ նաև այս բարի աշխարհին Վահե ջան միացել էին շատ բարի արտիստներ, ոնց հասկացա, առաջարկելի ձեր կողմից է արվել, ինչպես է եղել համագործակցությունը։ Արև երեխաներ հասարակական կազմակերպության նախագահ Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանը մտերիմ լինելով Ավետի նախ երևի ուզում եմ մի քիչ պատմել թե ոնց է ծնվել երգը։ Իհարկե, անշուշտ։ Որովհետև երգը ծնվել է Ավետի եւ Մոնթեի հանդիպումից, Մոնթեն Տեր Գրիգորի տղան է, որը նաեւ արև է։ Երբ որ իրանք հանդիպել են եկեղեցում, Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում, Ավետը չի իմացել, որ Մոնթեն համախտանիշ ունի եւ այդ հանդիպումից շատ հուզված ինքը գնացել է եւ հաջորդ օրը բերել է այդ բանաստեղծությունը նվիրելով Մոնթեին եւ Տեր Գրիգորը որոշել է, որ դա պետքա դառնա բոլոր արևների երգը, որից հետո գրվել է երաժշտությունը, գրվել է կոմպոզիտոր Սուսանա Հովանեսյանի կողմից, դարձել է երգ, որին արդեն Սոֆին, Էրիկը եւ մնացած բոլորը սիրով միացել են Տեր Գրիգորի հրավերով, իրանք բաց, ջերմ եւ անմիջապես արձագանքել են եւ սիրով միացել են եւ մինչեւ հիմա արևների կողքին են եւ ոնց որ երկում հնչում ահա մեկն եմ ձեռքդ ամուր բռնի այդ մեր սիրելի աստղերը իսկապես մեկնել իրանց ձեռքը արևներին եւ բռնել են նրանց ձեռքը Շատ փշաքաղեցնող էր իրականում, Վահե ջան, մի քիչ կպատմեք նկարահանումներից, ինչպես ընթացան, որովհետև շատ գունեղ, շատ բարի ու այ բաց տեսահոլովակ է ստացվել, ինչպես դուք նշեցիք, էներգիայով բաց է, միանգամից ընկղմում ես եւ հուզվում ես եւ ուրախանում ես, ոնց է ընթացել նկարները։ Քանի որ ես հիացած եմ այդ աշխարհով, մաքուր աշխարհով, մեր խնդիրը հոլովակում ներկայացնել այդ հեքիաթային աշխարհը որտեղ հրաշքները իրականություն են դառնում առհասարակ երեխաների մոտ հրաշքի իրականություն դառնալը ավելի հավանական է, քան մեծահասակի մոտ։ Այդ երեխաներին մեծահասակներն են փչացնում, որ անդադ ասում են չի ստացվի, մի արա, էս կլինի։ Ես հավատում եմ, որ երբ երեխային թողնես ինքը հավատալով մի բան շատ ուզենա անի, շատ մեծ հավանական է, որ կստացվի։ Եվ երեխաների այդ հեքիաթային աշխարհը մենք ուզեցանք ստեղծենք ու մտնենք այդ աշխարհի մեջ
որտեղ ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ գունեղ է, արևոտ է։ Այդ տեսեք, որ ասում են արև երեխաներ, օրինակ ինչու չեն ասում աստղեր երեխաներ կամ ինչու արև։ Լույս ու ջերմություն։ Դա այն երկու բանն են, որը ես երեխաների հետ շփումից ստացա։ Իրենք օրինակ շատ են սիրում գրկել։ Ես էլ եմ այդպես։ Ես մարդու էներգիան զգում եմ, որ իրեն գրկում եմ։ Եվ շատ փափուկ են։ Հա, այդ ժամանակ միայն գրկած ժամանակ ես այդ ամբողջ էներգետիկ փոխանակություն տեղի ունեմ, ես է գրկել սիրող երեխաներն է գրկում էին ու դա գիտեք ոնց, դա անբացատրելի ինչ որ sense մի հատ էներգիա է գալիս ու մեզ մոտ նկարահանվում էին 6 երգիչ, պատկերացրեք մենք երկար ժամանակ սպասել ենք մի օրվա որ բոլոր երկիչներին այդ օրը հարմար լինի։ Մենք երկար ենք սպասել։ Դա շատ բարդ է։ Այո, դա շատ բարդ է։ Հիմա բոլոր երկիչները գալիս են, բոլորը հավաքված են, 6-ն էլ այդտեղ են։ Դու ունես այդ մի օրվա հնարավորություն։ Սխալվելու իրավունք չունես։ Եթե ինչ որ բան չստացվեց կամ չեղավ, չգիտեմ, կարող է 2 ամիս եւս սպասես, մինչեւ կարողանաս այդ, այսինքն այդ օրը մենք պետք է իրագործենք մեր նկարահանումը եւ նկարահանումը բնականաբար երկար տևեք, որովհետեւ այդ ամբողջ պետք է հասցնենք երկիչների հետ հատվածը հա նկարել ու ես ինձ օրվա վերջում վերջին մոտ էր արդեն սկսեցի բռնացնել այն մտքի վրա, որ չեմ հոգնում։ Չեն հոգնում, չէի հոգնում, որովհետեւ ես անդադ սնվում է երեխաների արևով, երեխաների լույսով ու տեսեք, քանի որ այդ սերը կար, կարծում եմ տեսահոլովակն էլ նույն ձև մենք կարողացանք տեսահոլովակին այդ սերն ու լույսը փոխանցել հիմա որ նայում ես անկախ քեզնից ժպտում ես ես օրինակ որ նայում եմ չեմ կարողանում անկախ ինձ ժպիտով եմ նայում Ես ձեզ վստահաբար ասեմ, որ ձեզ մոտ ստացվել է մեզ բոլորիս մեջ ներարկել այդ նկարը, իսկապես ոնց որ նկարի մեջ լինեն այդ ամպերը, այդ արևը, երեխեքը, այդ աշխարհը, մենք մի պասենց մտնում ենք այդ աշխարհ ու էլ չենք ուզում դուրս գանք, այնպես որ վստահաբար հեռուստադիտողին էլ այդտեղ հասել է ասելիքը, ինձ հետաքրքիր ամսի 21-ին պրեմիերան ինչպես անցավ, ինչպիսին էր ֆիդբեքը, երեխաներն իրենք իրենց երբ տեսան, ծնողների արձագանք, առհասարակ, տոն դարձավ, Վահեն էլ էր ներկայ այդ օրը, բնականաբար ես էլ շատ ջերմ էր մթնոլորտը, երեխաները բոլոր այնտեղ են եւ ասեմ իրենք բեմից չեն իջել, բոլոր մեր հրավիրված աստղերը ովքեր որ երգեցին, իրանք բոլորի հետ միասին մասնակից եղան իրանց երգերի, հա, ընթացքին, ապարելով եւ լցնելով այդ օրը եւ ծնողներն էլ, հյուրերը, մենք հյուրեր ունենք նաեւ բազմաթիվ, բոլորը գնացին ջերմացած, լցված եւ Սիրով նաև լցված։ Սիրով լցված, որտեղ արևները դա փոխանցեցին։ Ես օրինակ շատ հուզված էի։ Դե մտածում ես տեսահոլովակի պրեմիերա է, գնում ես տեսահոլովակի պրեմիերայի։ Okay, շատ լավ է լինում, բայց ես հուզվել էի։ Ես ուրիշ բանից էի հուզվել։ Ես sense նստած նայում եմ այդքան երեխային ու հասկանում եմ, որ ես կարողացել եմ ինչ որ մի լավ բան անել։ Իրենց ձայնը դարձնել մի քիչ ավելի լսելի։ Տեսեք, առհասարակ օրվա մեջ ես կապ չունի ում, երբ որ մի փոքր լավություն եմ անում, ես օրս համարում եմ կայացած։ Առհասարակ այսպեսի խոսք կա, որ մարդ 3 բանի համար է աշխարհ գալիս, հա, առաջինը քեզնից հետ թողնելու համար, դրա մասին իմ դեպքում դեռ շատ շուտ է խոսել, երկրորդը աշխարհին օգուտ տալու համար, ինչ որ բանով եւ քո հարազատներին եւ շրջակա միջավայրին։ Հիմա տեսեք, ոնց որ այս 3 պարամետրից մեկը կամ 1.5-ը հասկանում ես, որ ստացվում է ու ես երբ որ գիտակցում եմ, որ ես կարողացել եմ դա անել եւ ոչ միայն մարդ, այլև մասնագիտությունը ծառայեցնել դրան, այդ ժամանակ հոգիս փառավորվում, այնքան հանգիստ եմ լինում, որ ինչ որ մի լավ բան արել եմ։ Կրկնակի ուրախություն է Վահե ջան։ Ես էլ որպես դերասանուհի արդեն ցանկացա այս ամենի մի մասնիկ լինել, խնդրում եմ հաջորդիվ երբ մի բան լինի, ես պատրաստ եմ մեծագույն սիրով ընդգրկվել, ես խելագարվում եմ արևների համար։ Ես դա նկատի կունենամ։ Այո, ես հստակ ասում եմ եթերից։ Եթերը վկա։ Եթերից հստակ ասում եմ, վստահաբար շատ սիրում եմ ու իսկապես ճիշտ ես ասում, շփման դեպքում այս պարագայում իրենք ավելի շատ բան են մեզ տալիս, քան մենք իրենց։ Այո։ Իրենց ճանաչելով, բացահայտելով, առնչվելով։ Կուզենայի նաև մի փոքր խոսել ձեր հասարակական կազմակերպությունից, որտեղ նշեցիք, որ 6 տարվա պատմություն ունի, նաև հեռուստադիտողի համար եմ, հա, ուզում մի քիչ բացահայտենք, եթե կան հիմա դիտորդներ, ովքեր ունեն արևբալիկներ, բայց ընդգրկված չեն, ինչ խմբակներ կան, ինչպես է գործում, ինչպես կարելի է գալ, գրանցվել եւ տալ երեխաներին այդ հնարավորությունը։ Շնորհակալություն Անահիտ ջան, հարցի համար իրականում շատ կարեւոր է, որովհետեւ մենք դրան մեծ ուշադրություն ենք դարձնում։
Կենտրոնը հիմնվել է Տեր Գրիգոր Քահանա Գրիգորյանի ջանքերով Մոնթեի ծնունդից հետո։ Եվ արդեն 6-րդ տարին է ինչ ակտիվ գործում է եւ ունի հասցե Կորյունի վրա է գտնվում կենտրոնը։ Մենք ունենք սոցիալական ցանցեր, Instagram, Facebook, որտեղ որ ինչպես է ջու կոչվում նշենք։ Արև երեխաներ է կոչվում։ Instagram-ը կոչվում է Down Syndrome Armenia։ Այնտեղ կարող են հանգիստ գրել, համար կա, որով կարող են զանգահարել եւ գալ ստանալ մասնագիտական ծառայություններ։ Կենտրոնում հիմա ունենք մասնագիտական ծառայություններ, դա ֆիզիոթերապիա, էրգոթերապիա, հատուկ մանկավարժ, հոգեբան, լոգոթերապիա եւ նաեւ գործում է երկու խմբակ՝ արևային զանգակներ եւ արևի թատրոն, որի գեղարվեստական ղեկավարը ես եմ։ Եվ այս 6 տարիների ընթացքում մեզ մոտ կարողացել են ծառայություն ստանալ, օգտվել ծառայություններից 180 երեխա։ Այս պահին կենտրոնում գրանցված կա մոտ 220 երեխա եւ 70-ը ստանում են ծառայություններ, այսինքն բոլոր երեխաներին ցավոք չեն կարողանում սպասարկել, քանի որ բնականաբար շատ է եւ դժվար է։ Տարածքն էլ նաեւ այդ հնարավորությունը չի տալիս։ Բայց մենք ունենք բազմաթիվ նաև հաջողություններ երեխաների հետևելով մեր սոցիալական ցանցերին մենք այդտեղ դնում ենք, այսինքն այնտեղ ամբողջը երևում է արված աշխատանքների մեր մասնագետների թե երեխաների ինչ աճ են գրանցում, դե նաև սա ծնողների համար է նաև կյանքի փոփոխություն, որտեղ ես որպես մարդ, որը արդեն ինքս 6 տարի աշխատում եմ, ես տեսնում եմ նաև ոնց է փոխվում համ երեխաների կյանքը, նաև ծնողների կյանքը, որոնք տեսնում են եւ իրենց համար նաև բացահայտում են, որ իրենց երեխաները ունեն այդ հնարավորություններ, այսինքն իրենց երեխաները չեն ծնվել, որ մնան կյանքի գիտեք եզրում անտեսված եւ ուղղակի այսպես պետք է ինչ-որ ընթանան ու ավարտվի դրանով ամեն ինչի չէ։ Մենք միասին իրար հետ բացահայտում ենք, որ իրենց երեխաներ ունեն բազմաթիվ հնարավորություններ, ունեն տաղանդներ։ Եվ չգիտեմ, նույն զանգակներում, նույնի մոտ մենք հանձնեցինք ներկայացում անցած տարի Բուրատինոն, մենք խաղացինք Տիկնիկային թատրոնում եւ պրոֆեսիոնալիզմը, որը որ Վահենը նաեւ տեսած կլինի, աննկարագրել էր, ես ասում եմ մարդ, որը կանգնած էր եւ հետեւում էր, ես իրանց հանել եմ բեմ, իրանք սկզբից ներկայացման սկզբից մինչև վերջ իրանց պրոֆեսիոնալ են դրսևորել, խաղացել են ներկայացումը առանց որևիցե խնդրի, գիտակցելով, հասկանալով, որ հիմա իրանք բեմում են ու իրանք ունեն պատասխանատվություն։ Դա իմ համար լավագույն ապացույցն է այն, որ երեխաներին պետք է տալ այդ հնարավորությունը։ Եվ ես դա բացահայտել եմ, այսինքն իրանք գիտեք հետաքրքիր արձագանքում են, ոնց որ դու իրանց մոտենում ես, նույն ձևի իրանք քեզ արձագանքում են։ Եթե դու տեսնում ես այդ հնարավորությունները, իր հնարավորությունները բացահայտվում են եւ իրագործվում են։ Եթե դու չես տեսնում, ինքը փակվում է դեպի քեզ։ Ես կուզենայի եթերից նույնպես հնչեցնենք այս ամենը, որովհետև գուցե դիտեն մեծ ծնողներ, ովքեր մտածում են, որ արդյոք հնարավոր է արև երեխան դառնալ իրավ հասարակության անդամ, ընդգրկվի, աշխատանքի վայր գնա եւ այլն։ Հնարավոր է, սիրելիներս, հնարավոր է, վառապացույց է, կան մարդիկ, ովքեր անշահախնդիր զբաղվում են եւ ես կուզենամ ինչու ոչ, հովանավորներ նաեւ լսեն, որպեսզի ձեր տարածքները ել ավելի ընդլայնվեն, մասնագետները ել ավելի շատանան ու կարողանաք իսկապես, որտեղ այս փոքր ուժերով առաջ, ես վստահաբար գիտեմ, թե ինչ խոչընդոտների առաջ եք կանգնում, թող որ միանան, ինչու ոչ բարեգործներ ու կարողանաք այս ձեր բարեգործը ավելի առաջ տանել, որովհետև շատ կարևոր է, որ նաև ծնողները գիտակցեն այս խնդիրը, որ խնդիր չէ իրականում, այլ ընդհանրապես տեսնել, որովհետև յուրաքանչյուր երեխա, բոլոր երեխաներն ունեն ինչ-որ մի գիծ, որը պետք է նկատել, ուղղորդել ու ել ավելի մասնագիտանալ գնալ առաջ։ Վստահ եմ, որ դու նաև երեխաների հետ առնչվել ես, արդեն նկատել ես նրանց տաղանդը։ Իհարկե։ Դե Արևը ասեց պրոֆեսիոնալիզմի մասին, մի բան էլ ես ասեմ պրոֆեսիոնալիզմի մասին, այդ օրը երեխաները տաղավարում նկարահանվեցին 16 ժամ։ Դե խնդրեմ։ Ամեն մեկը չի կարող 16 ժամ նկարահանվել այդքան երեխա իրենց ծնողների հետ։ Ինձ թվում է մեծագույն տոն է եղել իրենց համար եւ իրենք այսպես սրտանց կատարել են իրենց վստահված գործը, այսպես ասած։ Այո, իսկ դուք եթե նույնիսկ տեսնեք, դուք դժվար կլինի հավատալը եւ ներկայացման նայելը եւ զանգակներին, չէ՞ կոչվում արև զանգակ։ Դա ուրիշ բան, դա հոգու սիմֆոնիա ոնց որ լինի, պետք է ուղղակի նայեք այդ սարքը ոնց է կոչվում։ Զանգակ։ Ուղղակի զանգակ։ Չէ, զանգակ, բայց ձայնի հանում, որով կարողանում են համերգային։ Նենց հաճելի է, ես որ լսել եմ բավականություն եմ ստացել, լրիվ հոգիս հանգստանում էր։ Հետո գիտեք, ես կարծում եմ ընդհանուր հոգևոր իմաստով, երեխաները խնդիր չունեն։
Խնդիր ունեն նրանք, ովքեր տեսնում են երեխաներին եւ տարբերություն են դնում։ Տարբերություն դնողի մեջ է խնդիրը, ոչ թե երեխա։ Երեխան անվերապահ սիրում է։ Եթե այո, արևը լավ ասեց, եթե տալիս ես, ինքն էլ է տալիս, ինքը տալիս է առանց մտածելու, առանց կշռադատելու, առանց մտածելու, իսկ ինքը դրա դիմաց ինչ կստա, ինքը ուղակի տալիս է։ Անշահախնդիր տալիս է։ Ու համարյա բոլոր երեխաները մանավանդ փոքր տարիքում այդպես են։ Ես օրինակ իմ աղջկանց այնքան բան եմ սովորել, ինքը արթնանում էր օրորոցի մեջ, ու ինքը արդեն ժպտում էր։ Ես ապշում եի, ասում եմ ոնց բան։ Ինչի վրա ժպտում, ինչ ա եղել որ ժպտ։ Ու ես հասկացա մի հատ պարզ բան, ուղղակի պետքա ժպտալ ու ուրախանալ, որ այսօր արթնացար։ Մենք մեծահասակները ժպտում ենք ինչ-որ բանի համար, մի հատ լավ գործարքի համար, մի հատ լավ խոսքի համար, այս ինչի համար, շահույթի, բայց պետքա հասկանանք, որ մենք ուղղակի կարանք ժպտանք, որովհետև մենք արթնացել ենք։ Անվերապահ ժպտանք։ Միջոցայլ է ձեր բարի լույսի թեմայի մեջ։ Ինչքան բան ունենք սովորելու իսկապես երեխաներից, որոնք մաքուր են դեռ։ Հետո մեծանում ենք ու այո, մեծերի աշխարհը լցնում է այդ ամեն աղտով, բայց իսկապես մաքրամաքուր գնահատել յուրաքանչյուր օրը, վայրկյանը, որ տրված է քեզ, ու գնահատել կողքինիդ, նկատել ու սիրով լցնել։ Ես անչափ շնորհակալ եմ ձեզ, որ այսօր եկաք իմ տաղավար ու ինչու ոչ ես էլ զգացի այն, որ լուսաբանեցի մի շատ բարի ու կարևոր գործ, կուզենա իմանալ շարունակություն ունենալու է եւ հետագայում ինչ պլաններ կան, նորություններ, գուցե նոր ներկայացում եւ այլն սպասվում է։ Նոր ներկայացում սպասվում է, այո, հիմա աշխատում ենք, փորձերն են ընթանում, այո, ջերսոմինո խաբեբայների աշխարհում, նաև ակտիվա սոցիալական տեսահոլովակներ, այսինքն այդ ակտիվ գործունեությունը մենք նույնպես շարունակել ենք, որպեսզի այդ իրազեկման այդ գլխավոր, հա, նաև մեր ստրատեգիայի մեջ է մտնում իրազեկումը ակտիվ իրագործվի։ Մենք էլ մեծագույն սիրով միշտ կլուսաբանենք բարի լուրերը։ Ես հիշեցնեմ մեր հյուրերն են կինոռեժիսոր Վահե Յանը եւ Արև հասարակական կազմակերպության Արև թատրոնի գեղարվեստական ղեկավար Արևիկ Յայլոյանը։ Նրանք մեր տաղավարը նույնպես բարությամբ լցվեցին, ուղղակի բարի մարդիկ էին մեր հյուրերը։ Շնորհակալություն ձեզ, որ այս առավոտ եկաք օրդ բարի տաղավար ու միմիայն հաջողություններ ձեր գործունեությանը։ Իսկ ձեզ ելի հեռուստայտող մնում է միայն ասել իսկապես տարբերություն դնել չի կարելի առհասարակ, երբ ես դեռ դպրոցում էի սովորում ու Լոռից տեղափոխվեցի Երևան, հիշում եմ այդ խոսակցությունները, դե մենք երևանցի, դու լոռեցի, մյուսը գյումրեցի, չգիտեմ, ամեն ինչի մեջ փոքր թաղամասերից սկսած դնում ենք տարբերություններ ու չենք նկատում, թե ինչպես կարող ենք ուղղակի մարդուն վիրավորել այն պատճառով, որ նրա վարսերը այն գույնը չունեն, ինչ գույնը ունեք դուք։ Հավատացեք, բոլորս էլ մարդիկ ենք, ինչպես նշեց այսօր մեր ռեժիսոր Վահեն, ամեն մեկս ունենք մեր յուրահատկությունը, ամեն մեկս ունենք մեր տաղանդը, պետք է ուղղակի նկատել, սիրել միմյանց ու դրական վերաբերվել առանց որևէ տարբերությունների։ Մենք հավասար ենք բոլորս Աստծո առաջ, բոլորս տեսնում ենք նույն արևի ջերմությունը, նույն ամպերը, երկինքը եւ կյանքն էլ մեկ անգամ է, այնպես որ գնահատենք ու շատ սեր տարածենք։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը, ձեզ հետ էր Անահիտ Կիրակոսյանը եւ օրդ բարի, մնացեք բարով։ Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։